2025-ի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 41%-ով։ Տնտեսական ակտիվության աճը տարվա առաջին ամիսներին հիմնականում պայմանավորված է շինարարության, ծառայությունների եւ առևտրի շրջանառության ոլորտներում գրանցված դրական շարժերով։ Միևնույն ժամանակ արդյունաբերության նկատելի անկումը եւ արտաքին առևտրաշրջանառության կրճատումը շարունակում են մտահոգիչ մնալ։ Եթե փետրվարին նկատվող աճի դանդաղումը պահպանվի նաեւ մարտին, ապա հնարավոր է առաջին եռամսյակի համախառն տնտեսական աճի ցուցանիշը նվազի։ ԵԱՏՄ երկրների շարքում ՀՆԱ-ի ամենամեծ աճը 2021-24 թվականներին գրանցվել է Հայաստանում։ Այն տատանվել է 5.1%-ից մինչև 8.1%-ի սահմաններում։ 2024-ի երրորդ եռամսյակում էլ մեր երկրում գործազրկության մակարդակը կազմել է 13.3%։ Դատախազությունը 2.5 ամսվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամի գույք է վերադարձրել պետությանն ու համայնքներին։ 2025-ի հունվարի 1-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունք է գրանցվել ընդհանուր 10 միավոր գույքերի նկատմամբ, որոնց արժեքների, ինչպես նաև վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցված դրամական միջոցների հանրագումարը կազմում է շուրջ 516 միլիոն 153 հազար դրամ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Բուսաբանական այգում ծառահատումների վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե։ Վնասը անցել է 16.5 միլիոն դրամի սահմանը։ Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում այգու հարավարևելյան հատվածում արձանագրվել է կաղնի ամառային տեսակի 35-74 սանտիմետր տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։ Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 16 միլիոն 570 հազար դրամ։ Եվրամիության ֆինանսական կանոնակարգերի մեղմացումը սպառնում է տնտեսական փլուզմամբ եւ Եվրոգոտում 2008 թվականի բանկային ճգնաժամի կրկնությամբ։ Ֆինանսական կարգավորումը պարզեցնելու եւ օպտիմալացնելու Եվրամիության իշխանությունների ցանկությունը մտահոգություն է առաջացնում ֆինանսական հատվածում համայնքի երկու ազդեցիկ կարգավորիչների միասնական խորհրդի եւ Եվրոպական կենտրոնական բանկի համար։ 2008 թվականի ճգնաժամից հետո Եվրամիության երկրների կառավարությունները ծախսել են ավելի քան 4 տրիլիոն եվրո ֆինանսական համակարգին աջակցելու համար։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է Brexit-ի առևտրային համակարգի նախագիծը չեղարկելու հարցը գումար խնայելու նպատակով։ 2020 թվականի դեկտեմբերին նախաձեռնած ծրագիրը, որում արդեն ներդրվել է ավելի քան 230 միլիոն դոլար, նախատեսում էր մեկ առևտրային պատուհանի ստեղծում։ Ենթադրվում էր, որ դա թույլ կտա Մեծ Բրիտանիայի ներմուծողներին եւ արտահանողներին ներկայացնել բոլոր փաստաթղթերը թվային տեսքով մեկ տեղում, ժամանակ եւ գումար խնայելու համար։ Սակայն որոշ ցկցկումներից հետո նախագիծը, որի իրականացումը ըստ թարմացված տվյալների կարժենա ընդհանուր առմամբ 427 միլիոն դոլար, դեռ չի իրականացվել։ Միացյալ Նահանգների իշխանությունները 7 միլիոն դոլար կվերադարձնեն կեղծ կրիպտոարժույթների պլատֆորմների զոհերին։ ԱՄՆ դատախազության տվյալներով հանցագործները վստահելի հարաբերություններ են կառուցել օգտատերերի հետ, այնուհետև նրանց ուղղորդել են կեղծ կայքեր։ Կայքերը զոհերին խոստացել են բարձր եկամուտներ իրենց ենթադրյալ ներդրումներից, սակայն միջոցները հանելու փորձ կատարելիս խարդախները պահանջել են լրացուցիչ վճարումներ, իբրև եկամտահարկ վճարելու համար։ Apple-ը պլանավորում է հաջորդ տարի թողարկել իր առաջին ծալվող iPhone-ը, որի մասին երկար ժամանակ խոսակցություններ էին պտտվում։ Դեռևս քիչ մանրամասներ կան նոր արտադրանքի դիզայնի եւ բնութագրերի մասին, սակայն ըստ ամերիկյան ԶԼՄ-ների ծալովի iPhone-ի արժեքը կկազմի շուրջ $2000։ Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է լավարկել մասնավոր պահնորդական գործունեությունը կրճատելով անձին ուղեկցող պահնորդների եւ մեքենաների թիվը։ Գերատեսչությունը ցանկանում է մեկ մեքենայի մեջ թողնել 3 պահնորդ։ Խստացնել նաև առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելու եւ այդ ծառայություններից օգտվելու համար օրենքով նախատեսված տուգանքի չափերը։ Նման տուգանքի չափը սահմանված է 500,000 դրամ։ Փոփոխություն, բայց դահլիճից հետաքրքրվում են ինչ խնդիրներ կային նախկինում, որոնց հետևանքով օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել։ Օրենքը ընդունվել է 2012 թվականին, եթե չեմ սխալվում, եւ փոփոխություններ չեն արվել եւ մեր դիտարկումները ցույց
ցույց են տալիս, որ որոշ պահնորդական կազմակերպություններ գրանցված են, բայց պահնորդական գործունեություն չեն իրականացնում ըստ էության։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչն ասում է, հաճախ նման կազմակերպությունները մասնավոր շահեր են հետապնդում, զբաղված են չարաշահումներով ու հանրային անվտանգության տեսանկյունից էլ կարևոր է, որ ոլորտը խիստ համակարգված լինի։ Իրականության մեջ հաճախ տեսնում ենք երկու մեքենա, բայց հնարավոր է, որ երկրորդ մեքենայում լինեն տվյալ անձի ընկերները։ Եվ երբ մենք ցանկանում ենք, ասենք ոստիկանությունը ցանկանում է, որպեսզի այս հոդվածը կիրառի, այսօրեն կիրառի, քաղաքացին նշում է, որ երկրորդ մեքենան թիկնապահներ չեն, իր ընկերներն են։ Մենք ինչպես ենք զանազանելու կամ ինչպես ենք կիրառելու նախագիծը։ Եթե մենք այս շարասյուներում կտեսնենք վտանգ կամ կասկած, որևիցե իրավախախտման կամ հանցագործության առերևույթ հատկանիշներ կտեսնենք այս գործողություններում, այլ գործիքակազմերով մենք ուրեմն այսպես ասած կհակազդենք այս իրավիճակին, այս նախագիծը վերաբերում է բացառապես մասնավոր պահնորդական գործունեության շրջանակում իրականացված եւ այսպես ասած ուղեկցող տրանսպորտային միջոցի արգելքին։ Արմեն Մկրտչյանը նման իրավիճակներում չբացառեց նաև կոշտ գործողությունների իրականացումը։ «2025-ի փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 341 դեպք և շուրջ 211.8 միլիոն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 30 դեպքով 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1 միլիոն դրամ և ավելի տուգանք, ընդհանուր 107.3 միլիոն դրամի չափով։ Տվյալները փոխանցում էին ՊԵԿ-ից։